Global ID, համաշխարհային ինքնություն 666, որքան կարևոր է սրա մասին իմանալ։ Ի վերջո չիմանանք, թե ինչ է սպասում մեզ ապագայում, բայց դրա համար ում դիմենք, արդյոք բախտագուշակներին, թե քաղաքական գործիչներին, ով կարող է մեզ ճշգրտությամբ ասել ապագային ինչ է սպասվում։ Որևէ մարդ արարած այդ կարողությունը չունի մեզ հայտնելու, սակայն Սուրբ Գիրքը մեր առջև բացում է ամբողջ ապագան, մարդկության անցյալը, ներկան և թե ապագան Սուրբ Գրքի մեջ գրված են։ Մասնավորաբար Աստծո խոսքի մեջ կան երկու թղթեր, որոնք ամբողջությամբ ապագային են վերաբերում. Մարգարեություն Դանիելի և Հայտնության գիրքը, և այս երկուսը մեկտեղ մեզ բացահայտում են ամբողջ ապագայի պատկերը։ Դանիելի մարգարեության 9-րդ գլխի 27 համարի մեջ մենք կարդում ենք այսպես. ու մեկ յոթնյակ շատերի հետ ուխտ պիտի հաստատե և յոթնյակի մեջտեղը զոհն ու պատարակը պիտի դադարեցնե։ Այն, որ Աստծո խոսքի մեջ թագավորությունների անցյալը և ապագան կա գրված, նաև մեզ բացահայտում է վերջին հանգրվանը։ Ահա կարդացածս այդ էր, որ վերածնված հռոմեական իշխանությունը 7 տարվա կյանք պիտի ունենա միայն իրենց առաջնորդի Ների հետ միասին, որից հետո պիտի գա վախճանը։ Այն է աստվածապետական թագավորությունը։ Դանիելի մարգարեության մեկ այլ համար մեզ հետևյալն է ասում. 12-րդ գլուխ 4 համարը, Աստված ասաց Դանիելին. ով Դանիել, այս խոսքերը փակիր և գիրքը կնքի մինչև վերջին ժամանակը։ Շատերը այստեղ այնտեղ պիտի ճանապարհորդեն և գիտությունը պիտի շատանա։ Իշարս մի շարք նշանների, որոնց մենք հանդիպում ենք ավետարանների մեջ տրված, որոնք վերաբերում են վերջին ժամանակներին, ահվասիկ ևս երկու այլ բաներ, որ ճանապարհորդելը պիտի շատանա, և մենք այսօր տեսնում ենք, աշխարհը կարծես փոքրացել է, ոչ թե անշուշտ իր չափերով, սակայն մարդը աշխարհի մեկ անկյունից մյուսը շատ կարճ ժամանակում կարող է հասնել, և մյուսը հետևյալն էր, որ գիտությունը պիտի շատանա։ Թերևս ոմանք պիտի հարցնեն, արդյոք 17-րդ դարում գիտություն չկար, կամ 18-րդ դարում հայտնագործություններ չեղան, 19-րդ դարում գիտնականներ չապրեցին, այո, ապրեցին, հայտնագործեցին և դրանք եղան մեծ հայտնագործություններ մարդկության համար, սակայն այստեղ գործածված գիտություն բառը նշանակում է տեղեկատվական միջոցներ, վերջին ժամանակներում տեղեկատվությունը պիտի զորանա, և մենք դա տեսնում ենք անգամ անզեն աչքերով։ Գիտելիքը պիտի շատանա, մարդիկ տեղյակ պիտի լինեն աշխարհի անց ու դարձից։ Եվ իրապես այդպես է։ Աշխարհի մի անկյունում դեպք է պատահում, ասենք երկրաշարժ, կան որևէ պայթյուն, և անմիջապես լրատվական միջոցների միջոցով ամբողջ աշխարհով տարածվում է այդ լուրը։ Ուրեմն սա էլ վերջին ժամանակների նշաններից մեկն է։ 20-րդ դարը և 21-րդ դարը արագության դար է։ Վերջին ժամանակների նշաններից մեկը արագությունների մեծացումը։ 21-րդ դարի լարված կյանքը պահանջում է նաև, որ արագությունները բարձրանան, թեև ոչ բնականոն ձևով են դրանք բարձրանում, այլ կարծես թե մի թռիչք է, որ կատարվում է։ 19-րդ դարի վերջում Հենրի Ֆորդը արտադրեց իր առաջին մեքենան շատ սահմանափակ կարողություններով և սահմանափակ նաև առավելագույն արագությամբ, ընդամենը 25 մղոն արագություն։ Ներկայիս այս արագությունները դուք տեսնում եք Կալիֆորնիայի ազատուղիների վրա, սահմանափակում կա ընդամենը 65 մղոն արագություն, և այն մեր աչքերին շատ սովորական է։ 21-րդ դարի սկզբին
Andy Green անունով մեկը Հորդանանում չափանիշ արձանագրեց 600 մղոն արագությամբ վարելով իր մեքենան։ Արագությունները մեծանում են։ Մարգարեական խոսքը գրված 2600 տարի առաջ իրականանում է մեր աչքերի առջև։ Դանիելի մարգարեության երկրորդ գլխում Նաբուկոդոնոսոր թագավորի տեսած երազի մասին է խոսվում։ Երբ որ երազը տեսավ թագավորը սարսափեց եւ իրեն կանչեց հմայողներին, գուշակներին, կախարդներին, որպեսզի մեկնաբանեն իր տեսած երազը։ Եվ պայմանը սա էր. ինքը նրանց ոչինչ չպիտի հայտներ, սակայն նրանք պիտի գուշակեին ինքը ինչ տեսավ եւ բացատրությունը ինչ է։ Եվ քանի որ նրանք չկարողացան մեկնաբանություն տալ, Նաբուկոդոնոսորը հրամայեց, որ նրանց բոլորին սպանեն։ Ապա իրեն ասեցին, որ Դանիել անունով մեկը կա, որի վրա Աստծո հոգին է հանգչած։ Նրան կանչենք։ Կանչեցին, եւ Դանիելը Աստծո իմաստությամբ այդ երազը մեկնաբանեց, որ վերջին օրերի հետ խիստ կապակցված է։ Եվ մենք կարդում ենք Մարգարեության երկրորդ գլխի 28 համարի մեջ այսպես է ասում Դանիելը. Երկնքի մեջ գաղտնիքները հայտնող Աստված կա, որ Նաբուկոդոնոսոր թագավորին կհայտնե ինչ որ վերջին օրերը պիտի լինեն։ Ապա մեկնաբանում է երազը. Դու ով թագավոր կտեսնեիր մեծ արձան։ Այս մեծ ու խիստ պայծառ արձանը քու դիմացդ կանգնած էր։ Նրա երևույթը ահավոր էր։ Այս արձանի գլուխը զուտ ոսկի էր։ Նրա կուրծքն ու թևերը արծաթե, մեջքն ու ազդրերը պղնձե, սրունքները երկաթե ու ոտքերի մեկ մասը կավ էր։ Դու կնայիր, երբ քարմը գլորվեց առանց ձեռքի եւ այն արձանին երկաթե ու կավե ոտքերին զարկավ ու նրանց փշրեց։ Առաջին հայացքից կարդացվածը թերևս մեզ ոչինչ չի հուշում, սակայն եթե այն կապակցում ենք ազգերի թագավորությունների հետ, ստանում ենք հետևյալ պատկերը, որ այդ տեսած երազի մեջ արձանի գլուխը, որ ոսկի էր, ներկայացնում է Բաբելոնը։ Կուրծքը եւ թևերը, որոնք արծաթե են, պարսկական եւ մարերի թագավորությունն է։ Մեջքը եւ ազդրերը, որոնք պղնձե են, հունական թագավորությունն է։ Եվ վերջում մենք տեսնում ենք վերածնված հռոմեական թագավորությունը, որ ներկայացված է երկաթե եւ կավե խառնուրդով։ Իսկ վերջին թագավորությունը դա լեռից կտրված քարն էր, որ Քրիստոսն է ներկայացնում եւ երբ որ իր թագավորությունը գա, ազգերի թագավորությունները տակն ու վրա պիտի անի։ Տեղափոխվենք Դանիելի մարգարեության 7-րդ գլուխը եւ տեսնենք Դանիելի տեսած երազը։ Դանիելը տեսավ հետևյալը. Գիշերը տեսիլքի մեջ տեսա, թե երկնքի 4 հովերը մեծ ծովու վրա կհարձակեին, ու ծովեն 4 մեծ գազաններ ելան, որոնք իրարից տարբեր էին։ Առաջինը առյուծի պես էր եւ արծվի թևեր ուներ։ Սա հենց ներկայացնում է Բաբելոնը եւ Նաբուկոդոնոսոր թագավորը 606 թվականին Երուսաղեմը գրավեց, ազգերի թագավորությունները սկսվեցին։ Եվ երկրորդ գազանը, որ տեսավ, արջի նման էր եւ մեկ կողմ կայնեցավ։ Սա էլ պարսկական ու մարական թագավորությունն է, որ ներկայացվում է իբրև արջ, 536 թվականին Բաբելոնի հաղթելուց հետո Դարեհ թագավորը այդ իշխանությունը սկսեց, նրան շարունակեց Կյուրոս թագավորը, միջև որ հույները գրավեցին եւ նրանք իշխանության գլուխ եկան, եւ սա երրորդ գազանն է։ Դրանից հետո տեսա, ահա,
ընձառյուծի պես ուրիշ մեկը, որի կրնակի վրա թռչունի 4 թևեր կային, այս գազանը 4 գլուխ ուներ։ Սա հունական թագավորությունն է, որ 322 թվականին Քրիստոսից առաջ հաստատվեց Ալեքսանդր Մակեդոնացու գլխավորությամբ, որից հետո 4 գեներալները նրա շարունակեցին այդ թագավորությունը։ Եվ տեսած 4-րդ գազանը, սրանից հետո գիշերվա տեսիլքների մեջ տեսած 4-րդ գազանի, նա ահեղ սոսկալու ու խիստ զորավոր էր, նա մեծ երկաթե ակրաներ ուներ, կուտեր ու կփշրեր և մնացածը ոտքերով կկողկրտեր, իրանից առաջ եղող գազաններից տարբեր էր, 10 եղջյուր ուներ, երբ եղջյուրները կդիտեի, ահա նրանց միջից ուրիշ պստիկ եղջյուրը ելավ։ Եվ սա մեզ ներկայանում է որպես հռոմեական թագավորությունը, որ Քրիստոսից առաջ 200 թվականին կազմավորվելուց հետո այն բաժանվեց երկու մասի, Հռոմ և Բյուզանդիա, և սրանք ներկայացնում են այդ արձանի երկու ոտքերը, և սրանք գոյատևեցին մինչև Քրիստոսից հետո 476 թվականը։ Մենք տեսնում ենք ազգերի պատմության շրջանը և գալիս ենք վերջավորությանը։ Արձանի կավե 10 մատները, սրանք 10 թագավորություններ են խորհրդանշում, և նաև գազանի 10 եղջյուրները, ինչպես մենք կարդում ենք Հայտնության գրքի մեջ, և սա իրենից ներկայացնում է վերածնված հռոմեական իշխանությունը։ Այո, ժամանակաշրջանների վերջում այդ իշխանությունը պիտի հաստատվի։ Գործընթացը սկսվեց 1949 թվականին, երբ եվրոպական 3 պետություններ՝ Բելգիան, Հոլանդիան և Լյուքսեմբուրգը միություն կազմեցին։ 57 թվականին սրանց միացան ևս 3 պետություններ՝ Իտալիան, Գերմանիան և Ֆրանսիան։ Իսկ 73 թվականին այդ դաշինքին միացան Անգլիան, Իռլանդիան և Դանիան։ Եվ պետք էր, որ այս դաշինքը կազմավորվեր 10-րդ մեկ պետությունով, և դա եղավ Հունաստանը 1981 թվականին։ Բայց այն սկսեց աճել և մեծանալ։ 87 թվականին Իսպանիան և Պորտուգալիան մաս կազմեցին դրան, իսկ 95 թվականին Ավստրիան եղավ 13-րդ պետությունը Եվրոմիության մեջ։ Սակայն ինչպես Աստծո խոսքն է վկայում, այդ իշխանությունը համաշխարհային գլոբալ պիտի լինի։ Ինչպես ենք այն մենք հասկանում, կարդում ենք Հայտնության 13-րդ գլուխ 7 համարը, որի մեջ ասում է. նրան, այսինքն Հակաքրիստոսին, իշխանություն տրվեց բոլոր ցեղերի, լեզուների և ազգերի վրա։ Այո, այդ իշխանությունը կազմավորվում է, գործընթացը գնում է։ 2004 թվականին Եվրոմիությանը ևս 10 պետություններ մաս կազմեցին, ինչպես Մալթան, Կիպրոսը, Մերձբալթյան հանրապետությունները, Լատվիան, Լիտվան և Էստոնիան, Լեհաստանը, Սլովակիան և Սլովենիան, և դրանց թիվը դարձավ 25։ Ներկայիս 25 պետություններ Եվրոմիության մեջ են, և 1 տասնյակից ավելի պետություններ ջանք են անում, հայտ են ներկայացրել, որպեսզի իրենց մասնակցությունը բերեն Եվրոմիությանը։ Մի առիթով Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը ասել է, որ Եվրոմիությունը պետք է դառնա 100 և ավելի պետությունների միություն։ Եվ մենք այս գործընթացը, այս մտածելակերպը տեսնում ենք մեր օրերի մեջ իրականություն է դառնում։ Իրականությունների և իրադարձությունների ընթացքը դիտենք 1949 թվականից։ Բելգիայի այն ժամանակվա նախագահ Հենրի Սպակը հետևյալ հայտարարությունները կատարեց. Ես եկել եմ Ստրասբուրգ համոզված լինելով Միացյալ Եվրոպայի անհրաժեշտության մեջ։ Ես մեկնում եմ այն համոզումով, որ այս միությունը հնարավոր է այսօր։ Ես ինձ զգում եմ ինչպես մեկ մասնիկը հռոմեական իշխանության, և այս հայտարարությունը կատարվել է 1949 թվականին։
ռուսական հեղափոխության ղեկավար Տրոցկին ասել է հետևյալը. մենք պետք ունենք Եվրոպայի Միացյալ Նահանգների, որ հետագային համաշխարհային բնույթ ունենա։ Ամեն կերպով ձգտելով նոր աշխարհի կարգավիճակ ստեղծել, աշխարհի ղեկավարները աշխարհը բաժանել են 10 մասերի կամ 10 գոտիների։ Իսկ ովքեր են այդ ղեկավարները, որոնք այդ հանդգնություն ունեցան այս բանը անելու։ Սրանց անունը իլյումինատներ են, այլ կերպ ասած լուսավորողներ, թե ինչպես են լուսավորում, քիչ հետո կտեսնենք։ Նրանք բաղկացած են տարբեր կազմակերպություններից, որոնք ի վերջո միևնույն գործն են կատարում՝ աշխարհը միացնել, բերել մեկ հարկի տակ։ Նշենք մի քանի կազմակերպությունների անուններ. Council of Foreign Relations, Club of Rome, Trilateral Commission, Bilderbergers եւ սրան գումարած մեծ ջանք է կատարում միավորված ազգերի կազմակերպությունը եւ բոլոր նոր դարաշրջանական շարժման մասնակիցները միևնույն տեսիլք ունեն համաշխարհային մեկ պետություն կառուցելը եւ նրանք քարտեզը աշխարհը բաժանեցին 10 քաղաքական եւ տնտեսական շրջանների դիտարկենք թե որոնք են դրանք առաջինը Միացյալ Նահանգներ, Կանադա, Մեքսիկա, երկրորդը Հարավային Ամերիկա, երրորդ Ավստրալիա, Նոր Զելանդիա, չորրորդ Արևմտյան Եվրոպա, հինգերորդ Արևելյան Եվրոպա, վեցերորդ Ճապոնիա, յոթերորդ Հարավային Ասիա, ութերորդ Կենտրոնական Ասիա, իններորդ Հյուսիսային Աֆրիկա եւ Միջին Արևելք եւ 10-րդ Աֆրիկայի մնացած շրջանը։ Համաշխարհային մեկ պետություն կառուցելու գաղափարը նոր բան չէ։ Դարեր շարունակ այս գաղափարը եղել է, ուղղակի ներկայիս այն գործադրության է դրվում։ 1776 թվականին Ամերիկայում հայտնի քաղաքական գործիչ Ադամ Վեյսոֆը, որ իլյումինատների իմաստությունը եւ փիլիսոփայություն ուներ, այն ժամանակ հայտարարել է հետեւյալը. մենք ուզում ենք համաշխարհային մեկ պետություն։ Հիմա դուք ձեր էկրաններին տեսնում եք $1 թղթադրամը։ Փորձենք այն շրջենք։ Ինչ ենք տեսնում այնտեղ։ Տեսնում ենք բուրգ, որի վերևում աչք կա։ Ապա կարդում ենք. In God we trust։ Կթվա, որ սա աստվածաշնչյան մեր պաշտած աստվածն է։ Չսխալվենք։ Սա եգիպտական չաստված Հորուսն է, արևի աստվածը, եւ այս աչքը իր աչքն է, եւ այն բուրգի վերևից դիտում է ամբողջ աշխարհը։ Այլ կերպ ասած, ամբողջությամբ իր հսկողության տակ պիտի լինի։ 1935 թվականին Հենրի Վոլասը, այդ ժամանակվա Միացյալ Նահանգների փոխնախագահի թեկնածուն, եւ Հենրի Մորգենթաու ջունիորը, Secretary of Treasury, այս բուրգը դրեցին $1 թղթադրամի վրա։ Եվ այնտեղ կարդում են գրություն. Novos Ordo Seclorum, թարգմանաբար նշանակում է նոր աշխարհի կարգավիճակ կամ համաշխարհային մեկ պետություն։ Սերներ չզարմանաք, եթե ասեմ, որ այս բուրգը Հորոսի աչքով միասին կարող ենք մենք գտնել միավորված ազգերի կազմակերպության շենքի մեդիտացիայի սենյակում, Վաշինգտոն DC-ում եւ New Age-ական նոր դարաշրջանական շատ կազմակերպություններում։ Այս նկարը, որ դուք դիտում եք, այնտեղ Բուշը, Ամերիկայի նախկին պրեզիդենտ, եւ Խորհրդային Միությունը փլուզող գլխավոր հերոսը Գորբաչովն է։ Երկուսն էլ նոր աշխարհի կառուցման ջատագովներ են։ Բոլոր պրեզիդենտները վերը նշտված որևէ կազմակերպության անդամ եղել են։ Հիմնականում Council of Foreign Relations, որ միայն քաղաքականացած մասով է զբաղված, կամ էլ Club of Rome, որ սա էլ ֆինանսավորում է մնացած կազմակերպությունները։
վկայություն կա, որ Ամերիկայի պրեզիդենտներից միայն Ռեյգանն էր, որ մասնակից չեղավ այս կազմակերպություններից որևէ մեկին։ Հիմա մենք դիտում ենք մեկ այլ պատկեր, One World, մեկ աշխարհ։ American United եւ British Airways-ների ավիաընկերությունների ինքնաթիռների պոչամասում դրված է այս նշանը։ Ինչի համար? Որտև կա նպատակ, երազանք կա աշխարհը մեկացնելու եւ որպիսի մարդու աչքը սովորի մեկ աշխարհի։ Ահա կառուցողների գլխավոր նպատակը։ Մենք այսօր կարող ենք հանդիպել համաշխարհային շատ կազմակերպությունների։ Օրինակ, համաշխարհային բանկ, ինչ է նշանակում, որ աշխարհին ֆինանսավորող բանկային մի սիստեմ է սա։ Միջազգային միջուկային էներգիայի կազմակերպություն, միջազգային օլիմպիական կոմիտեր եւ որքան ու որքան համաշխարհային ու միջազգային կազմակերպություններ։ Սրանք բոլորը միավորվում են մեկ գլխավոր նպատակով՝ աշխարհը միավորելու համար։ Թերևս ոմանք պիտի ասեն, ինչ վատ բան կա դրա մեջ։ Քիչ հետո կտեսնենք դրա լավ կամ վատ լինելը։ Վերադառնանք Հենրի Սպակին, Բելգիայի նախկին նախագահին։ Նա կատարեց նաև հետևյալ հայտարարությունները. մենք չենք ուզում մեկ այլ հանձնաժողով, մենք առանց այն էլ շատ ունենք։ Մենք ուզում ենք կարող մի անհատի, որ հավատարիմ լինի բոլորին, որ բարձրացնի մեր տնտեսական խարխուլ վիճակից, որի մեջ մենք ընկղվում ենք։ Ուղարկեք մեզ այդպիսի մեկին, լինի դա Աստված կամ Սատանա, մենք նրան կընդունենք։ Իրապես սա ցնցող հայտարարություն է։ Անկամ եթե Սատանան հայտնվի, բայց կարողանա տնտեսական ճգնաժամից հանել, աշխարհը նրան պիտի ընդունի, եւ այդպես պիտի լինի։ Այս նկարը, որ տեսնում եք սիրելիներ, աստղերով շրջապատված, սա Եվրոմիության նշանն է, սակայն Եվրոմիության իշխանական կենտրոնում դատարկություն կա։ Ամեն բան լավ է, սակայն առաջնորդ չկա, եւ փնտրում են կարող մեկին, որ կարողանա աշխարհը ղեկավարել։ Քանի մարդիկ փնտրում են այդպիսի մեկին, Աստված հայտնում է, որ այդպիսի մեկը կա, եւ նրա անունը Հակաքրիստոս Ներ է։ Ով է այս անձնավորությունը։ Աստված բնութագրում է նրան հետևյալ կերպով, որ սա պիտի լինի խորագետ մեկը, իմաստուն մեկը, եւ նաեւ պնդերես մեկը, իր արչեւ դրած ծրագրերը պիտի իրականացնի միջև վերջ։ Նա իրեն իբրև Աստված պիտի հռչակի եւ ճշմարիտ Աստծո անվանը պիտի հայոյի։ Տարիներ առաջ մի գիրք գրվեց, որի անունը Da Vinci Code է, եւ նրա հեղինակը Դան Բրաունն է։ Եվ մարդիկ ոչ միայն այդ գիրքը գնեցին, կարդացին, այլ նաեւ ֆիլմ նկարահանվեց, որն է այս ամենի նպատակը։ Այն, որ ֆինանսական մեծ եկամուտներ պիտի ապահովեն, դա մեկ, բայց նաև որպեսզի այնտեղ ներկայացվի Հիսուս Քրիստոսը, ճշմարիտ Աստվածը իբրև հասարակ մարդ։ Ահա այդ նպատակը։ Որպեսզի եկող մեկը, Ները Հակաքրիստոսը, որ պիտի գա, իբրև Քրիստոս նրան ընդունեն։ Սա է ամբողջ գործընթացը։ Մենք կարդում ենք Ներին տրված անուններ Աստծո խոսքի մեջ։ Դանիելի մարգարության 7-րդ գլուխ 8-րդ համարի մեջ գրված է փոքր եղջյուր։ Երբ որ Դանիելը տեսիլքը տեսավ, երբ եղջյուրները կդիտեի, ահա նրանց միջից ուրիշ պստիկ եղջյուր մը ելավ։ Դանիելի մարգարության 11:36 Ները ներկայացված է իբրև թագավոր, եւ այնտեղ գրված է Անտիոքոս Եփիֆանես, որ Ների մեկ խորհրդապատկերն է։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:3 Կորստյան որդի, մեղած մարդ։ Երկրորդ Թեսաղոնիկեցիս 2:8 Անորենը։ Առաջի Հովանու 2:18 Հակաքրիստոս Ներ։ Հայտնության 19:19 Գազան, եւ այս անունը 25 անգամ գրված է հայտնության գրքի մեջ։ Երբ որ Ները Հակաքրիստոս հայտնվի,
ինչ պիտի անի։ Նախ եւ առաջ խաղաղության ծրագրով պիտի գա։ Աշխարհ այսօր ինչի պետքություն ունի։ Խաղաղության։ Հարյուրամյակներ շարունակ պատերազմները չեն դադարել։ Մարդիկ փնտրում են իրական խաղաղություն, ուզում են խաղաղ գոյակցություն, բայց դա նրանց չի տրվում։ Սակայն այս անօրենը պիտի գա խաղաղության ծրագրով եւ անգամ ամենապայթյունավտանգ շրջաններում խաղաղություն պիտի տիրի։ Այսօր մենք տեսնում ենք Իսրայել-Պաղեստին հակամարտությունը, որ վերջ չունի։ Նրա հայտնվելուց հետո իմաստուն քայլերով երկուսին էլ պիտի համոզի, որպիսի խաղաղ գոյակցություն ունենան։ Եվ երկրագնդի ցանկացած վայրում հակամարտությունները ինքը պիտի լուծի ամբողջությամբ խաղաղ ճանապարհով։ 7 տարվա իշխանություն պիտի ունենա, սակայն 3.5 տարի հետո իր դիմակը պիտի պատրվի։ Առաջի Թեսաղոնիկեցիս 5-րդ գլուխ 3-րդ համարի մեջ կարդում ենք. Երբ ասելու լինեն, թե խաղաղություն եւ ապահովություն է, որ աշխարհը այդպես պիտի ասի, այն ժամանակ կորուստը հանկարծակի նրանց վրա պիտի հասնի հղիի երկունքի պես ու պիտի չազատեն։ Ինչպես հղի կինը ծննդաբերելուց առաջ ինչպեսի ցավերի մեջ է, այնպես պիտի լինի աշխարհի վիճակը, նրա ձեռքից չպիտի կարողանան ազատվել։ Այո, սիրելիներ, նա աշխարհին պիտի խաբի։ Խաղաղությունը փուչի պիտի դուրս գա։ Այն կեղծ պիտի լինի, սակայն կա մեկը, որի բերած խաղաղությունը իրական եւ ճշմարիտ է։ Նրա անունը Հիսուս Քրիստոս է։ Նա նախ կարող է քո սրտիդ մեջ խաղաղություն բերել։ Քո ալեկոծած հոգին կարող է հանդարտեցնել եւ նաեւ մի օր երբ որ իր թագավորությունը երկրի վրա հաստատի, մարդիկ իրական ճշմարիտ խաղաղության փորձառությունը պիտի ունենան։ Ները հակաքրիստոսը իր իշխանությանը հասնելու համար օրենքներ պիտի փոխի։ Թերևս ոմանք ասեն, որ օրենքներ այսօր փոխվում են ամեն երկրներում, խորհրդանների մեջ օրենքներ են փոխվում, սակայն այդ ամենը տեղական նշանակության օրենքներ են։ Դրանք աշխարհի վրա որևէ մեծ ազդեցություն չեն ունենում։ Սակայն այս խորագետ մարդը, այս անձնավորությունը օրենքներ պիտի փոխի, որ ամբողջ աշխարհի վրա ազդեցություն պիտի ունենա։ Աշխարհի տնտեսությունը վերելք պիտի ապրի։ Մարդկանց համար բարեկեցիկ կյանքի շրջան պիտի գա, բայց միայն կարճ ժամանակ, միայն 3.5 տարի։ Նա մեծ նշաններ կաներ ու անգամ երկնքից կրակ կիջեցներ մարդկանց առջև, հայտնության 13:13։ Ուրեմն ինքը կարող մեկը պիտի լինի։ Իր հայրը սատանան իրեն պիտի տա մեծ իշխանություն եւ զորություն։ Գրված է հայտնություն 13:3-ի մեջ. Մահվան աշճանի վիրավորված լինելով առողջացավ։ Ահավասիկ մի հրաշք, մահվան աստիճանի վիրավորված էր եւ առողջացավ ու մարդիկ պիտի ասեն, որ հարություն առավ, ահա սա է մեր Աստվածը։ Իրեն պիտի պաշտեն, հայտնություն 13:8։ Նրան երկրպագություն պիտի անեն երկրի վրա բոլոր բնակողները, որոնց անունները գառնուկի կենաց գրքի մեջ գրված չէ։ Նորից հիշեցնեմ սիրելիներ, ների իշխանությունը պիտի լինի մեծ նեղության շրջանի ընթացքում։ Այդ ժամանակ եկեղեցին երկրի վրայից վեր պիտի առնվի, երբ որ հափշտակությունը տեղի ունենա։ Ուրիշ իրադարձություններ ների երկրի վրա գտնվելու ժամանակ հրեաները պիտի խաբվեն։ Խաղաղության ծրագիրը նրանց պիտի խաբի։ Նրանք պիտի կարծեն, որ խոստացված Մեսիան է եկել, սակայն 3.5 տարի հետո սարսափելի հալածանքներ պիտի լինի նրանց հանդեպ։ Իրենց բնակչության 2/3-ը պիտի մեռնի ների ձեռքով։ Հակառակ այն բանի, որ ները հայտնվելով նրանց թույլատրություն պիտի տա իրենց տաճարը կառուցելու։ Զոհը եւ պատարակը պիտի շարունակեն, որ 2400 տարի չեր եղած։ Եվ ահա այդքանից հետո նրանց հանդեպ մեծ հալածանք պիտի լինի եւ 2/3-ին պիտի կոտորի։
Աստծո անվանը ները պիտի հայուի, Հայտնություն 13:6, իր բերանը հայությամբ Աստծո դեմ բացեց, նրա անվանը ու նրա խորանին ու երկինքը բնակողներին հայոյելու, այսինքն նաև Աստծո ժողովրդին, ամբողջ աշխարհը նրա իշխանության տակ պիտի գտնվի։ Նա իրեն պիտի ունենա օգնական մեկը, որի անունն է Գազան կամ Սուտ Մարգարե։ Սա պիտի լինի ամենաազդեցիկ կրոնական գործիչը եւ պղծության երրորդ անձնավորությունը։ Մենք մի քանի համարներ կարդանք Հայտնության 13-րդ գլխից, որպեսզի տեսնենք սա ինչ անձնավորություն է։ Հայտնություն 13, 11, 12 համարները։ Ուրիշ Գազան տեսա, սա Սուտ Մարգարեն է, որ երկրեն կելեր ու գառնուկի նման երկու եղջյուր ուներ։ Արտաքինից համակրելի մեկը պիտի լինի, սակայն կխոսեր վիշապի պես։ Առաջին Գազանին իշխանությունը կօգտագործեր նրա առջև ու երկիրը ու նրա բնակիչները կստիպեր, որ երկրպագություն ունեն առաջին Գազանին, որ մահվան վերքը առողջացավ։ Ուրեմն Սուտ Մարգարեն ինքը պիտի լինի ների օգնականը եւ մարդկանց պիտի ստիպի, որ ներին երկրպագություն անեն։ Այսօր սիրելիներ, մենք տեսնում ենք մի շարժում եւ հաճախակի լսում ենք այդ մասին, որի անունը էկումենիկ շարժում է։ Հաճախ այն ներկայացում է հետևյալ կերպով, որ քրիստոնեական եկեղեցիները պիտի միանան։ Եթե այդ միացումը պիտի լինի այն նպատակով, որ բոլորը միասնական, խաչյալ եւ հարուցյալ Հիսուս Քրիստոսը պիտի ներկայացնեն աշխարհին, մենք ողջունում ենք այդ շարժումը։ Մենք էլ մեր հերթին մասնակից կլինենք դրան։ Սակայն այդ էկումենիկ շարժման նպատակը ոչ թե դավանաբանություն, աստվածաբանություն մեջտեղ բերելն է, այլ կազմակերպական բնույթի է, որպեսզի քրիստոնեական եկեղեցիները միավորվեն։ Նպատակը հետևյալն է, որ ապագային բոլոր կրոնների հետ միավորվեն։ Եվ այսօր մենք տեսնում ենք քրիստոնեական աշխարհի մեջ միավորումներ։ Օրինակ, վերջերս ռուսական եկեղեցին, որ երկփեղկված էր 1917 թվականից ի վեր, երբ որ հեղափոխություն տեղի ունեցավ Ռուսաստանում, արտասահմանում գտնվող ռուսական եկեղեցիները անջատվեցին մայր եկեղեցից, ուղղափառ եկեղեցից, իսկ վերջերս մոտարապես 80 տարվա իրարից օտարացումից հետո Սան Ֆրանցիսկոյում հաշտություն կնքեցին միավորվելու։ Եվ այս գործընթացը պիտի տեղի ունենա բոլոր քրիստոնեական եկեղեցիների մեջ, առաջի հերթին ծիսական եկեղեցիների մեջ, ապա դրան պիտի հետևի էկումենիկ շարժում բոլոր կրոնների մակարդակով, այսինքն բոլոր կրոնները պիտի գան մեկ հայտարարի եւ պիտի հայտարարեն, որ բոլորս էլ նույն Աստծո ստեղծվածներն ենք, բոլորս մեկ Աստված ունենք, ամենքս տարբեր ձևերով մեր Աստծուն ենք պաշտում։ Ուր պիտի մնա Հիսուս Քրիստոսը, միակ փրկիչը, միակ բարեխոսը, միակ միջնորդը, եւ աշխարհը եւ շատ եկեղեցիներ պիտի ուրանան Հիսուս Քրիստոսին։ Ահա Սուտ Մարգարեն այդ գործընթացը պիտի առաջ տանի եւ ների համար սքանչելի օգնական պիտի լինի։ Ների կատարած գործերից մեկն էլ հետևյալը պիտի լինի։ Global ID, համաշխարհային ինքնություն 666։ Մենք գիտենք, որ աշխարհի շատ բռնակալներ իրենց զինանշաններն են ունեցել։ Օրինակ, Ադոլֆ Հիտլերի զինանշանը սվաստիկան էր։ Յոսիֆ Ստալինի զինանշանը մուրճը եւ մանգաղն էր։ Եվ նաեւ պետություններ իրենց զինանշաններ ունեն։ Օրինակ Անգլիայի զինանշանը մայր առյուծն է, Միացյալ Նահանգներինը արծիվը։ Իսկ այս անօրեն անձնավորության ների զինանշանը պիտի լինի
6:6:6-ը։ Եվ մենք կարդում ենք Հայտնության 13-րդ գլխից հետևյալ հատվածը։ Նա կստիպեր բոլորին, այսինքն պստիկներին եւ մեծերին, հարուստներին եւ աղքատներին, ազատներին եւ ծառաներին, որ իրենց աջ ձեռքի վրա կամ իրենց ճակատի վրա դրոշմ ընդունեին, որպեսի մեկը չկարողանա գնել կամ ծախել, բայց միայն նա, որ ունի դրոշմը կամ գազանի անունը կամ նրա անվան թիվը։ Այստեղ է իմաստությունը, ով որ միտք ունի, թող հաշվե գազանի թիվը, քանզի մարդու թիվը այն եւ նրա թիվը 666 է։ Ների գլխավոր գործերից մեկն էլ մարդկանց իր կնիքով կնքելն է, 666, եւ մարդիկ հոժարությամբ այն պիտի ընդունեն, շատ պարզ պատճառով։ Ները նրանց պիտի խաբի ասելով, որ այլևս դուք պետքություն չեք ունենա ձեզ հետ վերցնելու ձեր դրամապանակները, ձեր փաստաթղթերը, որոնք կարող են կորսվել, մարդիկ կարող են կեղծել ձեր փաստաթղթերը, գողանալ ձեր դրամը, հետևաբար դուք ձեր աջ ձեռքի կամ ճակատի վրա ընդունեցեք 666-ը եւ նրա մեջ պիտի պարփակված լինի ձեր ամբողջ պատմությունը, ձեր ամբողջ տեղեկությունները եւ մարդիկ հոժարությամբ այդ բանը պիտի ընդունեն։ Եվ այս գործընթացի մեջ իր մեծ դերակատարությունը պիտի ունենա համակարգիչային այս սիստեմը։ Ժամանակակից սարքավորումներ հագեցած տեխնիկայի վերջին աստիճանի նվաճումներով ներկա սերունդի համար այն շատ բնական է։ Այդպես էլ պիտի լիներ։ 100 տարի առաջ այսպիսի բաների մասին խոսել անգամ երևակայություն կարող էր թվալ։ 60 տարի առաջ, քանի դեռ համակարգիչները չկային, այսպիսի խոսակցությունները լուրջ չէր ընդունվի։ Բայց ներկայիս զարգացում եւ զարգացում, այո, աշխարհը լեցված է համակարգիչային սիստեմով եւ համակարգիչները մեծ դեր են խաղում մարդու կյանքի մեջ։ 20-րդ դարի ամենամեծագույն նվաճումն է համակարգիչը։ Ներկա սերունդի համար դա անփոխարինելի մի բան է։ Թեև մենք չափած մարդիկս գտնում ենք, որ նրա մեջ նաև չարը կա, սակայն մենք չենք կարող շղթել համակարգիչի դերը մարդու կյանքի մեջ, գնալով այն ավելի պիտի զորանա, նրա դերակատարություն ամբողջ աշխարհի մեջ պիտի տարածվի շատ զորավոր ձևով։ Օրինակ Ճապոնիայում դպրոցական երեխաները իրենց անձնական լապթոփերով, մինի լապթոփերով են գնում դպրոց։ Ահա տեսեք ուր ենք հասել։ Եվ նաև Ճապոնիայում համակարգիչ են ստեղծել, որ 1 վայրկյանում 13 տրիլիոն գործողություն է կատարում։ Կամ աշխարհի ամեն մեկ բնակչին 2200 միավոր ինֆորմացիա կարող է տալ։ Ամեն մեկ բնակչին 2200 միավոր ինֆորմացիա։ Իսկ IBM-ը հայտարարել է, որ իրենք համակարգիչ ունեն նախագծած, որ 1 վայրկյանում 136 տրիլիոն գործողություն կարող է կատարել, կամ 22500 միավոր ինֆորմացիա ամեն մեկ անձին աշխարհի վրա բնակվող։ Ուրեմն համակարգիչները պիտի ծառայեն նաև այդ գործը իրականացնելու, որպեսզի ները կարողանա մարդկանց համարակալել եւ իր նշանը 666-ը դնել նրանց վրա։ Երբ պիտի դրվի 666-ը։ Ասենք, որ միանշանակ ձևով մեծ նեղության շրջանին, թերևս ոմանք կարող է հակառակեն ասելով, որ ներկայիս այդ գործընթացը կա, չէ որ Անգլիայի ասենք թագաժառանգներին դրված է նրանց զավակներին, նրանց կենդանիներին շանը եւ կատվին, այո, անգամ Անգլիայում նորածիններին են դնում այդ փոքրիկ չիպերը եւ մի շարք երկրներում գործընթաց կա, որպեսզի այն սկսեն, որոշ ասենք ֆիրմաներ, մեծ հաստատություններ իրենց աշխատողներին դնում են այդ չիպերը, բայց այս ամենը նախապատրաստական շրջան է եւ սրանք միայն ապահովության համար են։ Եվ սրանք որևէ ազդեցություն մարդու կյանքի մեջ չեն կարող ունենալ,
որ ասենք, եթե մեկը հիմա այդ չիպը դրեց իր վրա ունեցավ, նա սատանայի սեփականություն դարձավ։ Ոչ։ Գրված է, որ մեծ նեղության շրջանին պիտի տեղի ունենա, քանզի հայտնության 4 գլխից մինչև 19-րդ գլուխները մեջ գրված որևէ բան վերաբերում է մեծ նեղության շրջանին։ Իսկ ահա, երբ որ ները հայտնվի, ահա այն ժամանակ, երբ որ որևէ անձնավորություն այդ չիպը ընդունի, ասել է թե նա ընդունեց ների կնիքը։ Նրանց այլևս փրկություն չկա, նրանք կդառնան ների սեփականությունը եւ այնպես ինչպես ներ ուզենա, նրանց կարող է գործածել։ Այստեղ հարցումը ոչ թե այդ չիպ ունենալ չունենալն է, այլ որ մարդը իր հոժար կամքով ներին պիտի տա իր կամքը։ Երբ որ ները այդ կամքը առնի, ինքը պիտի գործածի այդ կամքը։ Ահա սա է վտանգավորը։ Ինչպես պիտի այն դրվի։ Հիմա մենք տեսնում ենք մի սարք, որը պիտի գործածվի, որպեսզի այս չիպը դրվի, եւ այդ չիպը փոքրիկ մի բան է, մի բրինձի հատիկի չափ է։ Հիմա քիչ հետո կտեսնեք նրա չափսերը։ Միկրոչիպը բրինձի հատիկի մեծության է։ Սրա տեղադրումը կվերցնի անհրաժեշտությունը գործածելու դրամ եւ կրեդիտ քարտ։ Իրականացնելը պիտի օգնի կանխելու զեղծարարությունը եւ ինքնության գողությունը։ Միկրոչիպի արտադրողը Motorola ընկերությունն է, Montex, այսպես կոչված խելացի քարտի համար։ Միկրոչիպը ունի 7 մմ երկարություն եւ 0.75 մմ լայնություն։ Այն իր մեջ կարող է պարունակել մեծ ծավալի տեղեկատվություն։ Գործում է վերալիցքավորվող մարտկոցի միջոցով։ Մարդու մահանալու դեպքում միկրոչիպը դադարում է գործելուց։ Montex, հիշեցեք այս անունը եւ լոգոն։ 250 ընկերություններ եւ 20 երկրներ ներգրավված են Montex-ի արտադրանքը տարածելու մեջ։ Տարեկան արտադրվում է 1 միլիարդ հատ միկրոչիպ։ 1.5 միլիոն դոլար է ծախսվել ուսումնասիրելու համար, թե մարմնի որ մասում է լավագույն տեղը միկրոչիպը տեղադրելու համար։ Գտել են ամենաներգործող տեղերը՝ գլխամաշկի տակը եւ հատկապես աջ ձեռքը։ Այս մասին 2000 տարի առաջ արդեն գրվել էր հայտնության 13-րդ գլխի 16 եւ 17 համարներում։ Արդյոք սա զուգատիպություն է։ Ոչ երբեք։ Իսկ ինչ պիտի լինի ների եւ սուտ մարգարեի վախճանը։ Աստծո խոսքը մեզ սովորեցնում է հետեւյալը. հայտնություն 19:20-ը Գազանը, որ հենց ինքն է ները հակաքրիստոսը, բռնվեց եւ նրա այդ սուտ մարգարեն երկուսն էլ ողջ ծծումբով վառված կրակի լճի մեջ ձգվեցին։ Ահա վախճանը։ Հետևաբար նրանց վախճանով պիտի վերջանա նաեւ վերածնված հռոմեական իշխանությունը, որից հետո մեկ այլ իշխանություն պիտի հաստատվի։ Եվ այդ մասին մենք կարդում ենք Դանիելի մարգարեության 2-րդ գլխի 44-45 համարների մեջ։ Այն թագավորների օրերը երկնքի Աստված ուրիշ թագավորություն պիտի անե, որ հավիտյան պիտի չավրվի։ Այս թագավորությունը ուրիշ ժողովրդի պիտի չթողնվի։ Նա այն բոլոր թագավորությունները պիտի փշրե եւ պիտի հացնե եւ ինքը հավիտյան պիտի մնա։ Դու առանց ձեռքի լեռեն կտրված քարը տեսար եւ անիկա երկաթը, պղինձը, կավը, արծաթն ու ոսկին փշրեց։ Այն արցանը, որի մասին խոսեցինք, Նաբուգոդոնոսորի տեսած արցանը, ի վերջո այդ թագավորական սիստեմը կարգը պիտի փշրվի եւ Տեր Հիսուս իր հազարամյա թագավորությունը պիտի հաստատի երկրի վրա մեծ նեղության շրջանից անմիջապես հետո։ Սիրելի հայրենի, որտեղ պիտի անցկացնես քո հավիտենականությունը։ Արդյոք ուզում ես մեծ նեղության շրջանի մեջ մնալ եւ ները քո վրա իշխանություն ունենա, որպիսի
քեզ 666 իր կնիքով կնքի, այն ժամանակ փրկություն չես ունենա, այն ժամանակ փախուստ չես ունենա։ Հիմա է փրկության ժամանակը։ Ընդունի քո ստեղծիչին, որ նաև քո փրկիչը դարձավ 2000 տարի առաջ իր կյանքը զոհելով քո մեղքերիդ համար, իմ մեղքերի համար։ Եթե ընդունես, փրկությունը պիտի ժառանգես եւ մաս պիտի կազմես իր թագավորությանը։ Տիրոջ գալուստը շատ մոտ է։ Բոլոր նշանները վկայում են, որ Տեր Հիսուս շուտով պիտի հայտնվի։ Ուստի Աստծո խոսքը մեզ ասում է, որ պատրաստ գտնվենք։ Իսկ ինչպես պատրաստվենք, նախ եւ առաջ մեր սիրտը իրեն տանք։ Բացենք մեր սիրտը, որպեսզի ինքը գա եւ մեր սրտի գահին թագավորի, ինքը արժանի է այդ բանին։ Եթե պարզ աղոթք անես, սրտիդ մեջ հավատաս եւ Տեր Հիսուսին որպես քո փրկիչը դավանես, պիտի փրկվես։ Ես աղոթք պիտի անեմ, մասնակից եղիր այս աղոթքին, հավատքով այս աղոթքը արա եւ ուրախություն պիտի գա կյանքիդ մեջ եւ նաեւ ապագան պայծառ, որ Տերը խոստացավ, մի օր կյանքիդ մեջ իրականություն պիտի դառնա։ Սիրելիներ, միասին աղոթենք։ Անվան Փոր եւ Որդվո եւ Հոգու Սրբո, ամեն։ Սիրելի Հիսուս, շնորհակալ եմ քո մեծ սիրուդ համար, որ ինձ համար աշխարհ եկար, ինձ համար խաչը բարձացար, իմ փոխարեն գերեզմանը դրվեցիր եւ ինձ արդարացնելու համար հարություն առար։ Հավատում եմ, Տեր, որ դու ես տերերի Տերը եւ թագավորների թագավորը։ Հավատում եմ, Տեր, որ հավիտենական կյանք ես պատրաստել։ Շնորհակալ եմ, Տեր Հիսուս, որ իմ սրտիս հետ խոսեցիր։ Ընդունում եմ քեզ իբրև իմ Տերս եւ իմ փրկիչս։ Ուզում եմ, որ սրտիս գահի վրա դու թագավորես եւ ինձ առաջնորդես միջև հավիտենականություն։ Խոստովանում եմ, որ աշխարհի բոլոր մարդկանց նման ես էլ մեղավոր մեկն եմ եւ քո փրկությանդ պետքություն ունեմ։ Խնդրում եմ քո արյունովդ մաքրես եւ սրբես իմ բոլոր մեղքերս եւ ինձ իշխանություն տաս Աստծո որդի կոչվելու։ Այս պահից այն կողմ էլ ձեռքերիդ եմ հանձնվում, դու առաջնորդես ինձ միջև հավիտենականություն։ Հիսուս Փրկչի անունով եմ խնդրում, ամեն։ Տեր Հիսուս Քրիստոսի շնորհքը, սիրելիներ, Հոր Աստծո սերը եւ Սուրբ Հոգու հաղորդությունը ձեզանից ամեն մեկի հետ թող լինի, ամեն։ Ուրախությամբ սպասում ենք քեզ, Հիսուս մեր Տեր, հավատում ենք շուտով կգաս տանելու մեզ, հավերժության մեջ կտեսնենք երեսը քո, եւ կորտնենք քեզ կմեծարենք Աստծո հոգով։ Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ։ Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ։ Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին։ Հարցն է պատրաստ, զարդարված է սուրբ զարդերով, սպասում է քո զորությամբ սուրբ հանդերձով, կատարվել են սուրբ խոսքերդ այս աշխարհում, արի Հիսուս, կարոտել ենք չենք դիմանում։ Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին, արի Հիսուս, արի Փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք քեզ։ Մարանաթա, Մարանաթա, ով սանաներ Աստծո գարին,
Արի Հիսուս, արի փրկիչ, արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք Արի մեր Տեր, ուրախությամբ հոգու սիրով սպասում ենք Քո սիրով ինձ այցելել ես, բրգությունն ես բարգեվել, քո քրգում քդել եմ ես խաղաղություն, և ամեն բանի համար շնորհակալ եմ անսահման, նվիրում եմ ես իմ սիրտը միայն քեզ, երգում եմ Հիսուս, երգում եմ շնորհակալություն, 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 Հիսուս Իմ փոխարեն ես դու զոհվել, խաչի մահով ես մահացել, քո զոհով ինձ բարգեվել ես, կյանքավիճան, հիմա կարող եմ քո արյան, քո առջև գալ համարձակ, և կարող եմ նայել ուղիղ քո աչքերին, երգում եմ It